Բարի լույս, բարի առավոտ մեզ նոր միացած հեռուստադիտողներին, դե ինչ արվեստի ոլորտից առաջարկում եմ տեղափոխվել բիզնես աշխարհ, որովհետև հունիսի 6-ին համայնքի ներկայացուցիչների եւ բիզնես երիտասարդ ներկայացուցիչների համար լավ նորություն կա, բիզնես երիտասարդություն խորագրով տրեյնինգ է տեղի ունենալու, որի ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ բիզնես ոլորտից, ձեռք բերել նոր կապեր եւ իհարկե հետաքրքիր փորձառություն։ Մեր տաղավարում են բիզնես երիտասարդություն ակումբի հիմնադիրներ Կարապ ընկերության համահիմնադիր Շավարժ Կարապետյանը եւ Unity-Soft ընկերության համահիմնադիր Նարեկ Հակոբյանը։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր տաղավարում գտնվելու համար։ Ես շատ երկար ձեզ ներկայացրի, խնդրում եմ դուք առավել պարզ լեզվով մեզ կներկայացնեք ինչի մասին է խոսքը, ինչ տրեյնինգ է տեղի ունենալու եւ ովքեր կարող են մասնակցել։ Եկեք նախապատմությունից սկսենք, հա, թե ինչից սկսվեց այս ամենը, որ մենք հասանք այս կետին։ Ես ու Նարեկը մոտ, եթե չեմ սխալվում, 3 տարի առաջ սկսեցինք մի նախաձեռնություն, որ կոչվում է Rise to Raise, բարձրացիր, որ բարձրացնես, փակ ակումբ, զուտ մեր ընկերների համար, որտեղ մենք քննարկում էինք ինքնազարգացման վերաբերող տարբեր տարատեսակ հարցեր։ Ու այնքան էր դուր գալիս մեր ընկերներին, ինքը ինտենսիվ բնույթ սկսեց կրել, ամեն ուրբաթ մենք հանդիպում էինք, օրգանիկ սկսեց աճել, հետո մի պահ մեր գործերը շատ էին, մենք մի ժամանակ, հա, այսպես մի առժամանակ դադարեցրեցինք, հետո Իսկ ինչ էիք անում այդ ակումբում։ Ինչ էինք անում։ Ես ավելացնեմ։ Ուրեմն, քանի որ ամառ դինամիկ զարգացման մեջ է ու առօրյա մեծ խնդիրներ, խնդիրներ բոլորը ունեն։ Ու ամենը տարբեր դիրքորոշումով դա լուծում։ Մենք ուզում ենք առօրյան կտրվենք, ամենը իր անելիքներից դուրս գար ու ուղղակի հանգստանենք, քննարկենք թեմաներ, որոնք որ ակտուալ են, խնդիրներ, որոնք որ մարդիկ անցնում են ու հաղթահարման տարբեր եղանակներ ունեն, ձևեր ունեն։ Ու այդ քննարկումների ընթացքում սուրճ, թեյ ստացում էր նենց հաճելի մթնոլորտ, որ ամեն մի շաբաթ անց մենք սկսում էինք աճել, նոր ընկերներն էին միանում, վաճառքների հետ կապված, սպասարկման հետ կապված, բիզնեսը զրոյից ինչեր կարելի անել, որ Հայաստանում հաջողվեր։ Այսինքն դատավճիռ չի, եթե մարդ եկամուտ չունի ու ոնց որ դժվար կետից է սկսում, դա չի նշանակում, որ ինքը չի կարողանա ինչ-որ մի բանի հասնել։ Հետևաբար թեմաները քննարկում էր էմոցիաների կառավարում, մտքերի կառավարում, մտքերը որտեղից են գալիս։ Մտածում ենք, որտեղից են մտքերը առաջանում։ Հետո ինչի մեկը նպատակներին հասնում է, մյուսը չի հասնում։ Խոսնակները հենց դուք էիք։ Ավելի շատ մենք ոնց որ կազմակերպում ենք, հրավիրում եք մարդկանց։ Միշտ մենք ենք խոսում, բայց հնարավորություն ունեցել, որ մենք ուզում ենք լսենք։ Ու շատ տրեյնինգներ, կոնֆերանսներ ու ճանապարհորդություններ երբ որ ունեցել ենք ու տարբեր ուղղություններով տրեյնինգների մասնակցել ենք, ման են գալի լավ մթնոլորտ, միջավայր, որտեղ կարելի է մաքուր ազատ շփվել առանց կոմպլեքսների, ինչ որ մեկը ուրիշ հայացքով չնայի ու կարողանա այդտեղ աճացնի։ Փնտրելով Հայաստանում եւ տարբեր տեղերում չգտանք։ Հետո մենք շարժետ մտածեցինք, դե եթե չկա, ուրեմն բերեք մենք անենք։ Տեսեք, բիզնես ակումբները շատ են հիմա, հա, ու անընդհատ բացվում են։ Բոլորը ինչ որ գործարարների համար են առաջարկները։ Եթե բիզնես ունես այսքան շրջանառություն, բայց չէ որ լիքը մարդիկ ինչ որ կետից պետք է սկսեն, հա։ Բայց այդ մարդիկ չունենան միտեղ, որտեղ կարող են իրենք իրար հետ հանդիպել, կիսվել, նոր կապեր ձեռք բերել, նոր գիտելիք ձեռք բերել, այն մարդիկ ովքեր այդ ճանապարհը անցել են արդեն ընկնելով եւ վեր կենալով, հա, լիքը բան են սովորել, կարող են ահագին տարիներ խնայել այն մարդկանց համար, ովքեր դեռ նոր պիտի սկսեն։ Ու պարտադիր չի հենց բիզնես, հա, կարա լինի կարիերայի աճ, կարա լինի անձնական աճ, հարաբերությունների մեջ, կյանքում ինչ որ փուլ, որտեղ փոփոխություն պիտի անեն։ Ու այս դեպքում այս ակումբը տալու է հնարավորություն է երիտասարդներին։ Երիտասարդներ մի պատկերացրեք միայն ուսանողներին, բոլոր այն մարդկանց, ովքեր լծված են այդ երիտասարդ ավյունով, այդ վառվող աչքերով, անկախ տարիքից, իրենք մեզ համար արդեն երիտասարդ են։ Ու իրենք հաստատ այն ինչ որ փնտրում են, որովհետև երբ որ մարդ փնտրում է, միտեղից գտնում է։ Դուք այնքան վստահ եք ներկայացում, ես ինքս ուզում եմ դառնալ ձեր ակումբի անդամ։ Այդտեղ գնեք մի հատ է բան կա, շավարշա լավ էր ինքը սահմանը, մենք մտածում ենք բիզնես երիտասարդություն ու մենք մտածում ենք, ախր մարդիկ կան, ովքեր որ երիտասարդ չեն եւ ավել են ու բավականին իրենք իրենց օտար են այդ ամեն ինչից։ Տարանջատենք ու չկտրենք այդ ու մենք ոնց որ ինքը լավ սահմանած, բիզնես երիտասարդությունը ոչ միայն երիտասարդների համար է,
այլ նաև այն մարդկանց, ովքեր որ իրենց երիտասարդ հոգեվիճակով են զգում, այսինքն դա տարիքի հետ կապ չունի, այլ դա հոգեվիճակ է, ովքեր որ ձգտում ունեն, սովորել ունեն, շփվել ունեն, ուզում են իրենց վրա աշխատեն, կրթվեն եւ զարգանան։ Եվ փաստորեն հիմա դուք ուզում եք այս ակումբի մեկնարկը տալ հենց այդ տրեյնինգով, որը տեղի է ունենալու հունիսի 6-ին։ Եկեք մի փոքր խոսենք նախ տրեյնինգից, ինչ է սպասվում, ինչ ծրագիր է նախատեսված, եւ ապա արդեն ակումբի մանրամասներից խոսենք։ Բացեմ sense մոտավորապես, որ դուք պատկերացնեք, այս այն ցանկություններից է, որ ձեր ցանկություն կարող է առաջանա ներկա գտնվեք որպես հյուր։ Դե արդեն ակումբի բայց դեռ մենք բան չենք ասել։ Ոստեղ մի sense էր հարցը։ Քանի որ էլի եւ որ մարդ գիտելիք է ունենում, ինչքան է ինքը ուղեղ ունենա, գիտակցություն ունենա, կյանքի փորձ ունենա, եւ որ կյանքը շատ ուժեղ հարվածում է։ Նաեւ իր ունեցած գիտելիք իրեն չի օգնում։ Ինչ որ մի բան հոգեվիճակում կոտրվում է։ Ուտեղ աննշան չերևացող բաներ կա, որ կամքի ուժը դրսևորում, որ մարդ հաղթահարի այդ process-ը։ Կամ մտնոլորտ, որտեղ ինքը կարողանա հեշտ անցնի, կամ մարդ ընկեր սրտացավ մեկը, ով որ իր կողքը ուղղակի կլինի։ Ու այդ process-ը կարող է անցկացնի։ Դրա համար մենք որոշեցինք տարբեր տրեյնինգները նայելով Հայաստանի եւ Հայաստանից դուրս, տենց տրեյնինգ ինչը որ կլինի ամսի 6-ին, անկեղծ ասում չեք տեսա։ Դե եկեք հասկանանք ովքեր որ գալիս են, իրան գալիս են։ Ամսի 6-ին տեղի կունենա։ Կավարտի ես մի փոքր կբացեմ։ Ինքը պահում է էլի այդ բանը։ Մի քիչ համոզում ասեմ։ Լարվածություն առաջացնում, չենք համբերում։ Ուրեմն ամսի 6-ին քանի որ մենք ուզեցինք սկզբից հավաքվենք սուրճ, թեյ ու ընկերական եւ այլն, մեկ ինքը մեծ բան ստացվեց։ Դե եթե մեծ բան ստացվեց, ուրեմն մեծ բան կկազմակերպենք։ Մենք ամովորների խումբ ունեցանք, ֆորմատը կազմեցինք, որտեղ լինելու են առանձին հյուրընկալ, որ դիմավորել է, առանձին ռեգիստրացիա, որ լինելու է հյուրասիրություն, DJ, երաժշտություն, լավ աուրա, որից հետո լինելու է արդեն ստարտը ժամի 7-ին։ 7-ից լինելու են 2 թեմա։ Թեմաները կներեք շատ չենք բացի, որ հետաքրքիր լինի ներկաների համար։ Ես սպասում։ Ես մի փոքր կբացեմ։ Այդ մասով թող շավը մի քիչ բացի, 2 թեմա կլինի, մի թեման շավաշնա խոսելու, շատ կարևոր անհատի մասին է լինելու, որ անհատը որտեղ էլ ինչ անի, եթե ինքը այդ արժեքները կարող լինի, իր մոտ հաջողությունը երաշխավորված կլինի։ Ու ավելի մանրամասն ոնց որ իր թեման ինքը կասի։ Լսում ենք։ Տեսեք, թեմաները իրականում վերաբերելու են նրան, ինչը հիմքային է մեր ակումբի համար։ Այդ այսպես ասած առաջնային բանը, որը մարդը հա պետք է ունենա, 3 բան եմ ես սիրում նշել, բնականաբար, մտածելակերպ, բնավորություն եւ անհատականություն։ Այս 3-ը այն ամենակարևոր շարժիչ ուժերն են, որը գործարար տեսակը, գործարարող տեսակը պետք է իր մեջ գրի։ Այսինքն մենք առաջին բանը մեր ակումբում, որ ուզում ենք ձևավորենք մարդու մեջ, ուզում ենք ինքը ավելի ուժեղ տեսակ դառնա, որտեվ մեր տեսակը իրականում մանկությունից sense ծնված եւ դուրս եկած հենց այդ ուժեղ տեսակն է, որտեվ երբ որ փոքր ենք, ինչքան ընկնում ենք, այդքան վեր ենք կենում։ Ուղղակի մինչեւ 3 տարեկան մենք չենք հիշում մենք ինչքան ուժեղ ենք։ Դրանից հետո հասարակությունը, դպրոցը ամեն ինչ այնպես է անում, որ մենք մեզ ավելի թույլ զգանք, ավելի կարծրատիպեր են ստեղծում, այո։ Մենք պետք է ուղղակի հիշենք արմատը, որտեղից ենք եկել։ Մենք ուզում ենք հիշեցնել այդ արմատի մասին։ Մենք նորություն չենք ասելու, բայց մենք ստեղծելու ենք աճի միջավայր։ Գիտեք, կարապների երամը ես շատ եմ սիրում, քանի որ իմ հավելվածը, մեր հավելվածը Կարապը, որ ինքնազարգացման Հայաստանի top 1 հավելվածն է աուդիո, Կարապների երամը ինքը միասին 72% ավելի երկար ճանապարհ է անցնում, երբ որ միասին են թռնում։ Ու հետաքրքիր է, որ այդ առաջնորդը ինքը անընդհատ չի մնում առաջնորդ։ Գալիս են իրեն փոխում են, թևերը թափահարում են, էներգիա են իրար տալիս, հա։ Մենք ստեղծելու ենք երամի գաղափարը ու միջավայրը, որտեղ մարդիկ ավելի հեռու ճանապարհ կանցնեն ու ավելի շատ կաճեն, հա, այդ օվկիանոսում, քան այն ակվարիումում, որտեղ իրենք գտնվում էին դրանից առաջ։ Որտեղ ըստեղ դուրս եկեք կներեք ուժեղ լինելը ավելի լավ է, քան թույլ լինելը։ Ու թույլ լինելով կյանքը ավելի հեշտ չի դառնում։ Ու մարդիկ կան, որ դժվարության ժամանակ ասում են լավ, սա էլ կանցնի, բայց իրանք ավելի լավ է միշտ ուժեղ լինեն, որ այդ ամենը անցնի։ Եկեք նաև հասկանանք, թե ովքեր են խոսնակները լինելու այս տրեյնինգի, դուք երկուսով, թե հրավիրյալ մարդիկ կան։ Առաջինը երկուսով, հիմնականում երկուսով ենք լինելու, միշտ լինելու են հատուկ հյուրեր, լինելու են հրավիրյալ Ովքեր են նրանք։
մեր հատուկ հյուրերը։ Այո։ Դե բիզնեսի ոլորտից կապում է։ Չէ, հատուկ հյուրերին իրականում իսկապես չենք ցանկանում բացահայտել, իհարկե անակնկալ է լինելու։ Անակնկալ է լինելու, բայց բավականին շատ մարդ է գալու, բայց ոչ էլ այնքան շատ, որպեսզի տեղավորվեն, որտեղ քանակը սահմանափակ է, այսինքն ինչ որ մի պահից ուղղակի ռեգիստրացիան շուտով ինձ թվում է կփակենք մոտորերս, դրա համար խնդրում ենք որպեսզի շտապեն մեր մասնակցության հայտարարածներ հաճախորդները շուտ գրանցվեն եւ մենք այդ օրը խոստանում ենք այնպիսի բան, որ նրանք վստահ չեն տեսել։ Եվ փաստորեն մասնակցել կարող են բոլորը, եւ բիզնեսմեններ, եւ երիտասարդներ, եւ, չգիտեմ, աշակերտներ։ Այո։ Ես կասեի գոնե 17-18 տարեկանը պիտի լրացած լինի, ինձ թվում է, գոնե, բայց եթե կլինի ինչ-որ երեխա, որը շատ է ուզում ծնողի հետ գալ, հա, կամ մեծ եղբոր հետ գալ, իհարկե խնդիր չի, էլի։ Եվ տրեյնինգից հետո արդեն դուք մեկնարկելու եք ակումբի բացումը, նաև այս մասին մանրամասնենք, ինչ է լինելու արդեն ակումբում, երբ բացվի։ Տեսեք, առաջին մասը ինքը լինելու է տրեյնինգ ուղղվածությամբ։ Շատ հետաքրքիր թեմա է, որ շատերն են խոսում, նպատակի կարողությունը երազանք գտնելը, դա մի քիչ ավելի մանրամասնելու ենք, որովհետև այնտեղ որ հավաքվելու ենք, դա երազանքի մի մաս է։ Կենթանի օրինակ է, որից հետո ընդմիջում է տեղի ունենալու։ Ընդմիջումից հետո մենք ավելի շատ մանրամասնելու ենք բիզնես երիտասարդությունը, ինչ է իրենց ներկայացնում, ինչ մեզանից ակնկալ են, ինչ փաթեթներ ու կոնսուլտացիաներ, դասընթացներ կարող տեղի ունենա, եւ այն մարդիկ, ովքեր որ հաջողություն ունենան ընթացքում, որովհետեւ շատ մարդիկ իրենց հետադարձ կապտվել են, որ տրեյնինգներից հետո, հանդիպումներից հետո իմ մոտ էս գրանցումն է եղել, էս աճն է ստացվել, էս ձեռքբերումն է եղել եւ այլ, որտեղ այն մարդիկ, որ հենց կարողն են լինելու արդյունքի, կիսվել ունենաց փորձով հաջորդ տրեյնինգների ընթացքում։ Սկզբնականում որպես կառույց կազմել ենք մինչև տարվա վերջ ամեն ամսվա մի օրը կազմակերպենք տրեյնինգները մեծամասշտաբ, որից հետո ակումբի շրջանակներում, որից հետո մենք տարբեր պրոյեկտներ ունենք, որտեղ որ ուզում ենք մեր մասին ուղղակի իմանան, որովհետև նայելով ու լսելով, տեսնելով մեկ-մեկ մտածում ենք ինչի շատերը չգիտեն այս ոլորտի ու այդ մթնոլորտի մասին, որովհետև մեկ-մեկ գիտելիք հետքան էական չի, ինչքան որ այդ սրտով, սիրով զբաղվել նրանով, ինչ որ մարդ իրոք իր սիրտը կանչում է։ Իսկ շատ դեպքերում ճնշման արդյունքում մարդիկ կարողան են, բա ինչ կմտածեն իմ մասին, մի քիչ տարատեսակ վախեր կա աշխարհում, որ այս չանեմ, սենց չխոսան, նես չխոսան, բայց դուրս է գալի, երբ որ մարդ իր սրտի կանչին հետևում է, կյանքի վերջում ավելի երջանիկ է ստացվում իր կյանքը։ Եկեք ուղղորդելու ենք։ Հիմա մի փոքր ավելի մանրամասնենք, թե բացի տրեյնինգներից, հենց ակումբում, երբ մարդը անդամակցում է, ինչ է լինելու, ինչի է մասնակցելու, ինչ ծրագրեր կան։ Ձեր հարցին եկեք ես պատասխանեմ։ Տեսեք, նախ մենք ամենօրյա կապ ենք պահելու շատ ակտիվ մեր ակումբի անդամների հետ։ Իրենք կիսվելու են իրենց գրանցած հաջողություններով, իրենց փոխած սովորություններով, հա, իրենք էլ են մեզ նույնպես որպես տրեյներ մոտիվացնելու իրենց հաջողություններով, մենք էլ մեր այսպես ասած ձեռքբերումներով ենք հա կիսվելու անընդհատ ու կոնտենտ ենք անընդհատ տալու։ Դա լինելու է փակ խումբ բնականաբար եւ անընդհատ այդ խումբը համալրվելու է նոր անդամներով։ Այս անդամները իրար հետ կապի մեջ են լինելու, բնականաբար իրար հետ համագործակցության հնարավորություններ են լինելու, նետվորքինգ է լինելու, իրար ճանաչելու են, գուցե իրար հետ գործեր սկսեն անել, գուցե իրար գործի ընդունեն, գուցե ներդրում անեն իրար բիզնեսի մեջ։ Այ դա է ուզում հասկանալ, եթե ենթադրենք մարդ ունի ինչ-որ նախագիծ, գաղափար եւ ուզում է որևէ ձևով իրագործել, բայց չունի ռեսուրս մարդկային եւ ոչ միայն։ Ինչ պետք է անի նա դիմելով ձեր ակումբին, ինչ կստանա նա։ Ինքը ընդհանրապես արդեն երբ որ լինի մեր համայնքի անդամ, կբարձրաձայնի իր նախագծի մասին եւ արդեն վստահ եմ կգտնվեն մարդիկ, ովքեր կկիսեն այդ գաղափարը։ Եթե չկիսեն էլ, հա, ինքը հաստատ կստանա ուրիշ գաղափարներ կամ ուրիշ կապերի հնարավորություններ, որոնց միջոցով կգտնի համապատասխան մարդկանց կամ ռեսուրսներ, որով արդեն կարողանա առաջ շարժվել։ Այստեղ նաեւ կարող ենք օրինակը բերել, ոնց որ մենք կամուրջ ենք լինելու, որովհետեւ օրինակ ռեգիստրացիա անցավ մարդկանց մեկ գրել է աշխատանք չունեմ, պատրաստ եմ լավ առաջարկներ լսելու ու մյուսն էլ գործարաններից մյուսն էլ գրել է մեր ընկերներից, ովքեր որ գործ ունեն եւ փնտրում ենք լավ շուկայի զարգացման պատասխանատու ու հարցում են կարողա դες դիմել են, այն մեկը հարցում է իսկ կարողա լավ գործի տեղ լինի կամ լավ հուսալի ընկերություն լինի, այսինքն դուրս է գալի կապեր կձևավորվեն, լավ արժեքներ կհամախմբվեն, ով ինչ փնտրում է այնտեղ հուսով են կգտնի։ Ինչ շատ դուր եկավ Նարեկի այդ խոսքը, որ լավ արժեքներ, իրականում հենց ակումբը նպատակը ակումբի այդ արժեքահենությունը, հա, պահպանելն է ու փոխանցելն է, որտեվ այսօր շատ կարևոր է որ մենք գիտակցենք, որ
այն հաջողությունը, որը արժեքների հիման ու ազնվության հիմքի վրա չի տեղի ունենում, իրականանում, ինքը երկարաժամկետ չի ու ինքը շատ վնասակար է, հա, քո երջանկությունը գնալով ավելի պակասում է։ Կարճաժամկետ հաջողությունը բնականաբար շատ վտանգավոր միտումներ ունի։ Մենք մեր երիտասարդներին ուզում ենք ցույց տալ օրինակով, որ պետք է երկար խաղալ, ավելի երկար խաղալ, որտեղ անընդհատ բիզնեսը խաղա, որը անընդհատ է, հա, իսկ անընդհատ խաղի մեջ լինելու համար ոնց է սպորտում, հա, երբ որ դու խաղի մեջ ես, ինչքան կանոնները պահում ես, չէ, բնականաբար այնքան դու խաղի մեջ ես։ Եթե կանոնները չես պահում, անազնիվ ես, քեզ խաղից դուրս կհանեն, հա, եւ դրա համար դու ստիպված, քո վրա անընդհատ աշխատանք ես տանում, որ դու այդ խաղի մեջ ավելի ուժեղ լինես, քան դիմացինդ։ Քանի որ արժեքներից եք խոսում, հենց բիզնես երիտասարդություն ակումբը ինչ կոնկրետ արժեքներ է որդեգրել։ Եկեք նշենք։ Արժեքներով թող Շաբաթն ասի։ Բնականաբար հիմքում մենք համարում ենք, որ իհարկե ամենաառաջինը ազնվությունը պետք է լինի, ստեղծելը, հա, ստեղծող տեսակը լինելը, նորարարությունը, առանց որի բնականաբար չես կարող լինել գործարար, համագործակցությունը մեր ամենակարևոր արժեքներից մեկն է, եւ բնականաբար միայնակ չգնալ, որտեղ միայնակ հեռու չես գնա, այսինքն թիմի գաղափարը, հա, այս 5 արժեքները միանշանակ ընկած են ամենահիմքում, բայց դրանց այդ ամեն ինչի ավելի հիմքում ամենաարմատում բնականաբար սերն է, որովհետեւ առանց սիրո ինչ էլ որ անես երբեք հաջողության չես հասնի։ Մեր նպատակը, այս ամեն ինչն է, որ ստեղծվել է, այդ մեր սիրո արդյունքն է, որ ուզում ենք փոխանցենք։ Ճիշտ է, այդ սիրո վերևում, հա, այդ բուրգում, այդ արմատի այդ վերևում լիքը գիտելիք փորձ կա, որը պիտի փոխանցենք, բայց եթե այդ արմատը չլինի, ինչ էլ որ փոխանցես, սրտին չի դիպչի։ Ես վստահ եմ, որ դուք երբ նոր եք սկսում ձեր ճանապարհը եւ բիզնես ոլորտ եք մուտք գործում, եղել են շատ դժվարություններ եւ գուցե այն ժամանակ չեն եղել այսպիսի ակումբներ կամ եղել են, բայց դուք չեք կարողացել գտնել կոմունիկացիա հաստատել։ Ինչպես եք դուք փորձել այդ դժվարությունները հաղթահարել եւ ինչ գիտելիքներ եք այդ ընթացքում ձեզ համար քաղել։ Դժվարությունները ճիշտն ասած, երբ որ մի քիչ ավելի երիտասարդ էի ու դժվարությունների մեջով անցնում էի, մտածում էինք, որ ասած մտածված խոսքը, որ մտածում են, ասում են իմ տեղը ով լներ չէր դիմանա։ Այսինքն բոլորը ով խնդիրների մեջ անցել է, այդ ասում է։ Հետո լիքը ոնց որ ուսումնասիրություն եւ ինքնաճանաչելությամբ զբաղվելով, ինքնազարգացումով զբաղվելով հասկացանք, որ ինչ ում ես ուզում զարմացնես։ Դիմացին դժվարությունը կարող ավելի շատ է։ Ու մենք մեր մեծացնում ենք ավելի շատ ենք սարքում։ Հետո դժվարությունները մեկը ես համարեցի, որ ինքը նորմալ երևույթ է։ Եվ պետք չի դրանով գլուխ գովալ։ Ինչ դժվարությունների եք բախվել։ Դժվարությունները դե ամենածանր բեռը մարդու ուսին որոնում է դա ֆինանսն է։ Սխալ գործարքներ, սխալ որոշումներ, որոնք բերում են մեծ ֆինանսական կորուստների։ Նույնիսկ այնքան կորուստների, որ մարդը ինչ որ անուն կրում է, ինքը կարող է այդ անունը չկրի, ինքն այ հայլում մեջ իրեն չճանաչի, ու այդ իր ներկան իրան դուր չգալով ինքը կուզենա իր կյանքը փոխի։ Այսինքն մարդ միջև չի հասնում 0, չէ, մինուս, այնտեղ որտեղ էլ տեղ չկա ընկնելու, իր կյանքը էլ չի փոխվում։ Այդ են կետերից է լինում, որ շատ մեծ ձեռքբերումներ 20-25 տարեկանում մարդիկ ձեռքբերումներ են անում իրենց բնական էներգիայով։ Գիտելիքի հաշվին այդքան չի, եթե մի քիչ խոր ուսումնասիրեք, մեծ տոկոսը կազմում որ իրանք ուզում են փորձեն, ուզում են ապացուցեն, ինչ որ դրդապատճառներ ունեն։ Բայց երբ որ իրանք մեծանում են 30 եւ ավել, այդտեղ արդեն գիտակցությունն է գալի, որ կարելի է դիմել մասնագետին, որ կարելի է խորհրդակցել, որ կարելի է լսել, որ կարելի է սովորել, որ մի բանը չգիտես, կարելի է հարցնես, ամոթ չի, ու այդտեղ գիտակցության փոփոխության արդյունքում մարդու ձեռքբերումը սկսում է աճել։ Սկսած ֆինանսական, սկսած էմոցիոնալ, սկսած գիտակցական խնդիրներից, դե բոլորը որ անցել են այդ խնդիրները, ես եւս ունեցել եմ տենց խնդիրներ։ Ու անես չի որ այդ խնդիրները վերջացել են։ Խնդիրները իսկ այդ շրջանում եղել են մարդիկ կամ գուցե նմանատիպ ակումբներ, որոնք ձեզ օգնել են։ Այդ շատ լավ հարցվեցիք, այդ process-ի ժամանակ ճիշտ ասած մեկը ես բազմաթիվ տրեյնինգների մասնակցել տարբեր երկրներում 2000 հոգանոց կոնֆերանսների, 5000, 15000 հոգանոց կոնֆերանսների տարբեր երկրներ, Դուբայում կլինի, Մալայզիայում կլինի, տարբեր քաղաքներում կլինի, եւ մասնակից եւ կազմակերպիչ եմ եղել։ Ու այդ գիտելիքները նույնիսկ այն ժամանակ, երբ որ այդ ծանր բեռը կար, չէր օգնում այդ տեղից փոսից դուրս գալու համար։ Հետեւաբար փնտրում էինք տեղեր, ով կօգնի ոնց կանի, որովհետև այն փոսին որ հայտնվել ես նույն խելքով չես կարող դուրս գաս, բա ինչ անենք, սկսեցինք փնտրել։ Ու ամենաշատ էս ակումբի արմատը ոնց որ Շավարժն ասաց որ որտեղից ենք եկել, ճիշտ ասած ոնց որ փնտրել ենք այդ։
որ Ընտրել եք եւ հենվելու գտել եք։ տեղ ունենանք, որ օգնության կարիք ունենանք, մեզ օգնող լինի, բայց անշահախնդիր լինի։ Այսինքն ամեն մեկը իր գումարի պատճառով չօգնի կամ խորհուրդ չտա։ Դրա համար ոնց որ չլինելով մասնակցել ենք տարբեր տրեյնինգների ու վճարենք, որովհետև անվճար չի գնահատվում ու այդ ընթացքում շատ ուսուցիչներ մեկը ինձ շատ են օգնել, որ լիքը փոփոխություններ մտային, մտքերի փոփոխելով դարձրել է իմ կյանքը լրիվ ավելի հետաքրքիր։ Ես մի փոքր լրացում կանեմ, տեսեք, մենթորը շատ կարևոր դեր է մեր կյանքում խաղում։ Ահա որ կարևոր։ Ես ինքս, որ ասեմ, մենթորներ եմ ունեցել այդ շրջանում, այդ դժվար շրջանում, այդքան էլ չէ, այդպես չի եղել, բայց շատ հաճախ մենք այդ թրթուրի, թիթեռի վերացման process-ի մեջ ենք, այդ ցավերի միջոցով ենք ինքներս բան սովորում, որտեղ կյանքի մոտ քննություն ենք հանձնում ու կյանքը մեզ այնքան կկտրի, մինչև մենք դասը չսովորենք։ Շատ կարևոր է որ կյանքի տված դասերը սովորենք, հասկանանք, որ այդ ձախողումներն են այն աստիճանը, որը կառուցում է այդ հաջողությունը, հասկանանք, որ էգոն է այն գլխավոր թշնամին, որը խփում է մեր գլխին ու չի թողնում, որ մենք հասնենք այն բարձունքին, որի կյանքի աստծո նախախնամությունը մեզ համար նախատեսել է, ու ստեղ շատ լուրջ պայքար է գնում, ու պայքարը ավելի շատ ներսում է, բայց մենք միշտ դրսում ենք փնտրում։ Մենք ինքներս պետք է հասկանանք, որ խնդիրը, եթե մեր շրջապատում, մեր իրականությունում, ամեն ինչ վատ է, մենք ինքներս մեր մեջ գոնե պետք է փնտրենք խնդիրները, էլի, թե ինչ դաս է տվել կյանքը, որ մենք չենք սովորել, որ ինքը մեզ անընդհատ ուզում է սովորեցնի այդ դասը։ Կարծում եմ բոլոր նրանք, ովքեր փնտրում են այդ հարցի պատասխանը, գուցե գտնեն, եթե գան հունիսի 6-ին բիզնես երիտասարդություն խորագրով տրեյնինգին։ Շնորհակալություն մեր տաղավարում գտնվելու եւ հետաքրքիր զրույցի համար։ Շատ շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտող, դե ինչ ամփոփենք մեր այսօրվա եթերը, շնորհակալություն հայտնենք Արփինետին, մեր գլխավոր գործընկերոջը մեր եթերն ապահովելու համար եւ իհարկե ձեզ մաղթենք դրական ու խաղաղ կիրակի։ Տաղավարում ձեզ համար աշխատեց Աննա Կոստանյանը, կհանդիպենք։